Ողջույն, ես Նազենի Հովանիսյանն եմ։ Իմ բուրն աշխատանքային գրաֆիկում արդեն ամրագրել եմ նաև համի ուժի բացահայտման հաճելի աշխատանքը։ Ինչպես խոստացել էի, համի ուժը շարունակում է իր ճանապարհորդությունը, իհարկե ունենալով ընդգրկուն աշխարհագրություն։ Մենք, հայերս, ճակատագրի, ժամանակի ու հանգամանքների բերումով սփռված ենք ամբողջ աշխարհով, բայց հայրենիքից հեռու լինելու փաստը երբևէ չի խանգարել որպեսզի հայը, որտեղ էլ որ գտնվի, պահպանի ու զարգացնի իր մշակույթը։ Ազգային խոհանոցի մշակույթը եւս բացառություն չէ։ Աննկարագրելի է զգացողությունը, երբ հանդիպում ես հայրենիքից հեռու ապրող հայերի, որոնք պապերից ժառանգած բաղադրատոմսով կերակուրը դարձրել են հազարավոր օտարերկրացիների ընտրություն։ Հենց այսպիսի մարդկանց կողքին է, որ միասին պատրաստած կերակուրն ու կիսածդ մեկ կտոր հացը համի ուժը դարձնում են անպարտելի։ Այսօրվա մեր առաջին ճամփորդությունը կմեկնարկենք Բեյրութից։ Բեյրութի հայկական թաղամասում Բուրջ Համուդում մեր ուղեկցի Ալինի հետ կայցելենք համերի եւ համեմունքների մի հրաշալի աշխարհ։ Ոգեշնչվելով Բուրջ Համուդի փողոցների ակտիվ կյանքից ու փողոցային ուտելիքի բազմազանությունից, մենք որոշեցինք այսօր խոսել այսպես ասած սթրիթ ֆուդի մասին։ Արագ, աչքիդ առաջ եւ իհարկե համեղ։ Հենց այստեղ առաջին անգամ կհամտեսենք բաստուրմայով շաուրմա։ Հետո կուղևորվենք Ժակի, մեր հայրենակցի լահմաջոյանոց, որտեղ կտեսնենք իր պապուց ժառանգություն ստացած 4 մետրանոց փռի մեջ պատրաստվող 7 տեսակի լահմաջոյի ստեղծման ընթացք։ Ոչ միայն կտեսնենք, այլև կհամտեսենք։ Բեյրության բացահայտումներից հետո կվերադառնանք Հայաստան, Երևան։ Հայկական լեռնաշխարհի բարիկները մեզ կրկին փողոց կտանեն։ Կտեսնենք ինչպիսին է Երևանի փողոցային ուտելիքը։ Այո, հենց փողոցային ուտելիքը։ Փողոցային բառը թող տարօրինակ չհնչի։ Աշխարհահռչակ խոհարարները իրենց գլուխգործոցները ստեղծելու համար շատ հաճախ հենց փողոցներում գործող փոքրիկ սննդի կետերում պատրաստվող կերակուրներից են ոգեշնչվում։ Այնպես որ տնային ուտելիքից հետո առաջին տեղում կարող ենք վստահաբար ասել փողոցային ուտելիքն է։ Այս ընթացքում ես ձեզ համար անպայման կպատրաստեմ մի հետաքրքիր սենդվիչ։ Մեր պապերի լեզվով ասած բրդուճ կամ բուրում։ Հուսամ այն ձեզ դուր կգա։ Դե ինչ, ի գործ։ Համի ուժի բացահայտման ուղին այս անգամ մեզ հասցրեց միջերկրական ծովի արևելյան ափ, Բեյրութ։ Խոշոր նավահանգիստների, երկաթուղային եւ խճուղային ճանապարհների հանգույցում նրբորեն տարածվում է Լիբանանի հայկական խոհանոցի բույրը։ Բայց մինչև այստեղի հայկական խոհանոցին անդրադառնալ ուղղակի չեմ կարող ձեզ չծանոթացնել քաղաքի հետ։ Բեյրութը շատ գեղեցիկ ու ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով եւ վիլլաներով։ Քաղաքի կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները, որոնցից բացվում են լայն փողոցներ, փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետությունն այստեղ այդքան էլ բարդ չէ, արևելաեվրոպական մի խառնուրդ է, իրեն բնորոշ պարզությամբ։ Ինձ շատ գրավեցին տափակ կտուրները, որոնք տեղացիները հաճախ օգտագործում են որպես սրճարաններ եւ ռեստորաններ։ Ըստ իս բոլորովին էլ վատ չեն մտածել, ասեք։ Լավ, չշեղվենք։ Մենք այստեղ ենք եւ Բեյրութի հայկական խոհանոցի համի ուժը սպասում է մեր բացահայտումներին։ Իսկ այդ շարքը մեկնարկում ենք արագ պատրաստվող կերակուրների աշխարհից։ Գնացինք։ Աշխարհի մնացած այլ քաղաքների պես Բեյրութն էլ ուներ իրեն բնորոշ անհարմարությունները։ Այստեղ փողոցները հիմնականում չունեն անուններ, ու եթե փնտրում ես կոնկրետ խանութ կամ ռեստորան, ստիպված ես հարց ու փորձ անել մինչև որ գտնես, չէ որ չկա կոնկրետ հասցե։ Բայց բարեբախտաբար մենք չունեինք այս խնդիրը, չէ որ մենք ունենք հայկական համայնք եւ հիանալի հայրենակիցներ, որոնք նեղն ընկած ու ճանապարհը չիմացող հային երբեք մենակ չեն թողնի։ Հենց հայ համայնքի վառ ներկայացուցիչներից Վահե Շխրտմյանն էլ մեզ համար դարձավ կարևոր ուղեկցորդ։ Նա բացահայտեց Բեյրութի հայկական համը եւ այդպես էլ ոչ մի անգամ չերևաց կադրում, պարզապես չցանկացավ։ Մենք հարգում ենք մեր բարեկամի կադրից դուրս մնալու ցանկությունը, բայց կադրից ներս նրան ասում ենք շնորհակալություն։ Հենց մեր ընկեր Վահեն ծանոթացրեց մի հրաշալի կնոջ Ալին Գամակյանի հետ։ Տարիներ առաջ Ալինը որոշում է զբաղվել ռեստորանային բիզնեսով եւ իր մեծ մայրիկի բաղադրատոմսերով սկսում է հավաքել, վերականգնել հին հայկական ուտեստները եւ ձևավորում է ռեստորանային նոր ձևաչափ։ Ալինի ռեստորանում տիրող անհավանական գեղեցիկ ու ջերմ մթնոլորտի մասին մենք դեռ կպատմենք հաջորդ թողարկումների ընթացքում։ Իսկ մինչ այդ նա մեծ սիրով համաձայնեց պտույտ կատարել մեզ հետ Բեյրութի փողոցներում։ Մենք եղանք այնպիսի վայրերում, որտեղ նա ինքն է սիրում լինել։ Հենց այդ վայրերում էլ նա ամեն անգամ նոր բացահայտումներ էր անում։ Հավատացեք, նրա հայրենասիրությունը, խոսքը եւ գործը ապրում էին կողք կողքի։
եւ այսպես բդույթը Բուրջ Համուդի փողոցներում։ Հիմա մենք գնում ենք համեմունքների աշխարհ։ Հիմա համեմունքների աշխարհ։ Այսպես ժպիտով ու բարձր տրամադրությամբ էլ շարունակեցինք մեր ճանապարհը։ Աննկարագրելի զգացողություն է, երբ քայլում ես մեր թվարկությունից առաջ 18-րդ դարից հայտնի Փյունիկյան քաղաքի փողոցներով, որտեղ հայերն ապրում են, ստեղծագործում ու պահպանում են հայերենն ու հայկականը մինչև օրս։ Աստաղերու մեջ ամենավոր բան անիգը որում որ հարցնես, նշանի վես եք, իցար քեզի գծեցնելի բանի մեջ, չէ որ տաղերը բան չունին, անուն, թիվ եւ այլն չի գալի բանի։ Այսինքն հասցե չկա, եթե մենք գալիս ենք Բեյրութ, գալիս ենք Բուրջ Համուդ, հայկական թաղամաս եւ ուզում ենք գտնել Ղազար Bakery-ն։ Մարդիկ ամեն լավ գծանտացնեն։ Միայն պիտի հարցնելով գտնենք։ Հարցնելով պիտի լաս։ Իսկ ինչպես է գտնում եվրոպացին։ Գալիս է Բեյրութ, տակ գլան, կսկսին մեկը միսին հարցնել։ Բայց ո՞նց են իմանում, որ կա նման լավ տեղ։ TripAdvisor եւ այլն ասում ամեն լավ բաներն են։ Այսօր ինտերնետը, Facebook-ը եւ ինտերնետը ամեն շատ ագին օգտագործում են, այո։ Կա նման բան։ Սրանք միշտ եղել են հայկական թաղեր։ Չի Փոս մշամոդ այո։ Չիլինգիրյան սրա, Չիլինգարյանների սրահն է։ Ոստե գրեթե ամեն հայ են։ Եվ որ չարտեն երիտասարդ արչևը, մշամոդի արչևը։ Օրինակ սա Սուրբ Քառասնից Մանկանց ազգային վարժարան։ Ընտիղ տեղ։ Ալին գիտես ինչն է զարմանալի, երբ իհարկե Հայաստանում ես ապրում եւ հայկական միջավայրում ես, երբեք չես զարմանում հայոց լեզուն դիրը տեսնելու կամ հայի հետ խոսելու։ Բայց երբ դրսում ես եւ տեսնում ես հայկական թաղեր ու համայնքներ ու ակտիվություն, միշտ զարմանում ես։ Այո։ Աչ ծախ։ Դինային կուրսը գախված են համերները։ Հակե յալ։ Գնացինք։ Սա հարստություն է։ Երբ որ մեկը պիտի կամ ունեմ պատրաստելու, ոսկու կամ եք կդոր։ Հասկացա։ Ունիս չորացած բիբերը, չորացած թութումը եւ չորացած բալջանը եւ չորացած բամյան։ Անկամ բադրիջանը այնպես է չորացած, որ տոլմայի համար կարող ես օգտագործել։ Մեկ կդոր գահանես, մեկ հատ տակ ջուրի մեջ գտնես, գլեցնես եւ եմես։ Ես չգիտեմ, որ բադրիջանը կարելի է այդպես չորացնել։ Այ էստեղ։ Հասիա։ Այ էստեղ։ Գլեցնես, տակ ջուրի մեջ գտնես։ Եվ միանգամից ինքը բան է։ Փորված եւ արոյին դագի չորսված։ Շատ ֆորմալ ձև է։ Ազատ շատ հաճելի էր։ Մենք Ալինի խորհրդով եկանք զխանութ եւ գիտենք, որ այստեղ ամենամեծ չորացած համեմունքների, չգիտեմ, չրերի եւ ձմեռվա պաշարի համար ամենամեծ հայոց տեղն է։ Հիմա ինձ ասեք, թե ինչն են ամենաշատը ձեր խանութից ստանում։ Ընդհանուր առմամբ համեմունքները, մրգեղենները, սա հատիկներ են։ Այո, բոլոր dried fruits որ գսենք։ Այո, չորացած ջրերը։ Բոլորը ընտեղ հատիկներ գտերենք եւ մենք գանք բոլորը։ Բոլորովին հատիկ գտերենք եւ մենք գանք։ Ոյ, ինչ է տակը։ Նույնին փոշիներն ալունին անշուշտ։ Ունիս ամեն դեսագանիները, քիմիոնը ունիս։ Իսկ Սումախ ունի, այո։ Հոնդեսակները կան։ Ընտիր։ Ասա վելամուն։ Սա ուրիշ ամունի են թթու է ավելի։ Ինձ մի քիչ սումախ, խնդրում եմ, ես արկել եմ կարտոֆիլ, սումախով եւ սոխով, որում Ալինի բանաձևով։ Ես նվեր եմ տանում սումախը։ Ինչ կսեն, ահա, Չուր ագը եղերես, չուր խմելու։ Հասկացա, շնորհակալ եմ Ազատ։ Մեր բանիրները գիտես, մեր Լիբանյան հայկական հալեբի բանիրները, Եգուրանան նայինք մեկ անգամ են, որովհետև դուք այս բանիրները չունիք։ Հիշեք սումախը, ես հետո կպատրաստեմ համով ուտելիք սումախով հենց։ Պանիրները։ Հա, ունիս թել բանիրները։ Ասիգա շատ կարևոր է մեր սուբերագին եւ աս հալեբական բաներուն։ Թել պանիրը մենք Երևանում, Հայաստանում ես շատ ունենք եւ շատ ճիշտ պատրաստում ենք։ Սև պանով։ Այո։ Ունիս աս հիսվածքը։ Մի րոպե, թել պանիրը ո՞նց է ճիշտ ձևը պատրաստման։
Եփելու կամ բանիրը անելու։ Բանիրը անելու։ Բանիրը պիտի առնես եւ դակ պիտի պատանս ինչեւ որ տելտելը լավոր դեսանավոր մյաննես կպանաս տելտել գլա վերջարչան գլգիսես Այո, ասպես պիտի շինվի, անգի ետ կնե որ ասի պիտի վերածվի։ Այո։ Ունինք անշուշ տտումի անուշալ, ունինք ֆիշնայի անուշ։ Ֆիշնայի անուշ։ Ասի ֆիշնեն է։ Ֆիշնայի սոսը։ Այո։ Ասմեգը վարդն է։ Քույնը շարավոր է, ինչ ավոր է քույնը։ Շատ գեղեցիկ է, այո, եւ ակոր։ Լավ, սա մնաց մյուս անգամ։ Ուրեմն մյուս անգամ են գալիս ենք արդեն հատուկ այս անուշեղենների հետևից, անուշների։ Ինչ համար կարևոր է հիմա սումախներ։ Իալլա։ Շատ շնորհակալ ենք Ազատ։ Շատ ուրախ Կհանդիպենք դեռ, մենք առաջին անգամն ենք, բայց հաստատ վերջինը չէ։ Ուրախ մաղդեմ ցեզիալ։ Շնորհակալ ենք, դե յալլա բայ։ Բայ բայ։ Գնացին։ Իհարկե Լիբանանի համերը տարբեր են եւ շատ հետաքրքիր, բայց ընդամենը 5000 լիբանանյան ոսկով մենք կարող ենք գտնել ամենից հայկական համը։ Խոսքը հայկական ֆասթ ֆուդի մասին է, արագ պատրաստվող ուտելիքի, որը իհարկե համեմված է մեր ավանդական բաստուրմայով։ Գնացինք։ Բեյրութի այս բանուկ փողոցը հայտնի էր ֆասթ ֆուդով, հայկական ֆասթ ֆուդով, մանո բաստուրմա, ահա այստեղ ենք եկել, տեսենք թե ինչ հետաքրքիր սենդվիչներ են մեզ առաջարկելու։ Բարի օր։ Okay, asta o să manere icorținen, o sucuk ega. Ահա։ Post sandviçlere gelen. Ուրեմն բաստերման գազին գիտեն որ աստեղան։ Սպարակ բարակ գիտեն։ Վերջաս ֆրանջի հացն է, ասիգա լիբանյան ֆրանսական հացն է։ Մերսի։ Ասիգա։ So, մանո So, sandviçi մեջ գիտեն եւ գիտեն։ Ասմանո ամենեն Así como que chaman, así que voy a morir ahí, Rama. İlk bastırman aslında geçiyor, así que no. İlk Lipanyan şavurman gene, Lipanyan şavurman yapalım, biz yapalım. Así que bastırman. Այսինքն ո՞նց են անում բաստուրման։ Բաստուրմային միսը եւ չամանով որ գտնեն գոր, կհավաքեն գոր, չորցնեն գոր, վերջ գամած գտնեն գոր, շատ տետև եպած է։ Եթե նկարի այնպես բարձրապես բզդիկ եպած։ Գրեթե եպած չի։ Եվ հացի մեջ ետնեն, վրան ատուշիով եւ սանդվիչը։ Շատ զիգան նորեն ասწեვა։ Ah, thank you. Sandwich. No, perfect. Bizim dans hanin hamemlere gel. Çamanin hamemlere gel. Yevin kes loling ev toşuydu. Biz kasiga Lipanyan şavurmani. Pizza şavurmani. Saçmen kasiga ayran alsazen kasin. Bastırma yok aradı bir sistemle. Այսինքն համեմունքները մերն են։ Asiga Lipanyan. Lipanyan şavurmayı. Բայց ծեv bastırmayın az deren եկած է։ Ասորպես բանանելու համար։ Բայց սա լրիվ հայկական know-how-ն է, լրիվ։ This is Armenian life hack։ Համենը 5000 լիբանանյան ոսկով կարելի է ունենալ գժական հայկական սենդվիչ բաստուրմայով։ Ուրեմն fast food-ը, արագ պատրաստող ուտելիքը կարող է լինել առողջարար եւ չբերել ինչ որ խնդիրների եւ հաստատ սա կմարսվի 5 րոպե իրենց համեմունքներով ու բխբեղներով։ Գնացինք առաջ։ Ինչը ճիշտ է, ես երբևէ չէի տեսել բաստուրմայով շաուրմա։ Հետաքրքիր է, Հայաստանում գոնե գիտեն սրա մասին։ Վերադառնալուն պես անպայման ճշտելու ենք։ Դե իսկ մինչև վերադառնալը մենք դեռևս շատ գործ ունենք անելու։ Անձամբ ես գնում եմ փորձելու Լիբանանի ամենահամեղ լահմաջոները։ Բարի օր։ Բարես։ Լավ, Հայաստանին վերաջամ այս անգամ։ Okay, Հայաստանին լավ։ Մենք գիտենք, որ այստեղ ամենահամով լահմաջոներն են։ Այդպես ասում են։ Այսինքն այդպես չի։ Տեսա կհամտեցենք կտեսնենք։ Գնացինք ալի։ Լահմաջոն հատուկ է Սիրիայի եւ Լիբանանի հայկական խոհանոցին։ Ես խնդրում եմ լինել ուշադիր, որովհետեւ հատուկ նշում եմ այո հայկական խոհանոցին։ Բացառիկ ճշմարտություն է, արաբները չունեն այս ուտեստը։ Սա հենց հայերի հորինածն է։ Լոշիկի վրա մսի համեղ խյուս, որը մատուցվում է կիտրոնով, թանով եւ սիրով։ Շակի պապը, այսինքն մեծ հայրը, Ղազարը, այս փուրի ստեղծող
Եվ շատը լինելով նրա թորը շարունակում է գործել։ Հիմա մենք ձեզից պետք է խնդրենք ամենահամով լահմաջուն 3 հոգու համար, որպեսզի փորձենք։ Հիմա ավելի փորձենք ափին ելել։ Այո, ու տակ-տակ։ Այո։ Մենք շատ ռիսկուտ։ Ես տեսա։ Այո, 4 մետր է ասել ուղը։ Ահա։ Բայց իջարս երասի ես ոչ շնացը։ Բայց եթե հանկարծ հացը մնում է ներսում, մենակ ես բահերով եմ կարողանում անել։ Այո, ոչ չես մնում։ Ասի աս լեմոնի ուզեմ որտեղ վաս այս համը առնենք։ Հետո նոր լիմոնով։ Այո, եթե ուզեք լեմոնով առնենք։ Գնացինք նստելու և ուտելու։ Սեզ այվան այմ առամ։ Շնորհակալ եմ։ Ուրեն ասի բարագությունն է, եւ ասի գարը լիպան։ Բայց ոչ են այսքան բարակ բացում, կրկնակում են։ Շատ արագ փոր պետք է լանո համար մեծ եւ տաք է, եւ հացը բզդի է։ Բացան միսը չորոտ գտնեմ, որովհետեւ չի բادرվի դերին եւ ասան բարակ ավորգել է։ Իսկ ինչ Ընդհանրապես հայկական գողոմիսով է լոլիկ մադանոս սոխսոկտոր եւ բիբերի ջուրը որտա։ Բայց մեզ մոտ Երևանում կամ Հայաստանում ոնց են անում։ Երկու մեծ կլոր լահմաջոն առանձին 4 ծալում են եւ առանձին ուտում են ափսեով, այսինքն այսպես բրդուճ չեն անում։ Մենք ոնց գնաց նույնիսկ բանն տնել ինչքան բալջան, կորոված բալջան մեջ գտնենք պատկերն Երևանը։ Լահմաջոյի հետ։ Այո։ Նրա մեծ է։ Իսկական քան Շատ լավ է։ Այվան, ասեն մենք կբادرացնենք մեր նույն սերքին կորձն է ասիա։ Փորձը կամ ինչ լավ է դա, նորություն։ Հաջող միշտ նորություն ուզել լավ է ուզել, մենք միջոցս այլն շատ բան սորված եմ այսինքն։ Եդերներ են գսովում այդպես։ Anytime. Երևի շելմոն, դամ պայզին կասի այսպես համով է։ Գասան համով։ Այո։ Համերը։ Արաբերեն գսենք սախտեն։ Սախտեն։ Սախտեն չեմ գնա կարմանել, սերևոր անուշը լա, անանձ։ Վայընտի, շատ համեղ է զան, բրավո։ 4 մետրանոց փուռ, ժառանգություն մնացած, 7 տեսակի լահմաջո, լոլիկի, սոխի, մի քիչ բիբարի սոուսով, մի շարք համեմունքներով եւ իհարկե մսով, հացի բարակ շերտի համադրման պատրաստված այս լահմաջոն, հավատացեք, պարզապես գլուխգործոց էր։ Իրական քիչ սիստեմ ունի, ասիգա, խոհանոցը, այսպես է։ Նա օրինակ այսպես է։ Այո։ Օրինակ կամով գտնեն, ուղղա ստեղը, միլիխանա խմոր, որտեղ խմոր գանը, իսը գտնեն դուրը նագել է եւ սերվիսը գլա հաջախորդին։ Այսինքն շատ հետաքրքրական շրջան է։ Այո։ Այսինքն շրջակայքի մեջ գործը գտարնա։ Եվ ժամանակը մոդալից 650 հատ Օրական քանի լահմաջո եք պատրաստում։ Շատ։ Ինչքան։ 4-5,000։ Ու ամբողջը սպառվում է, այս ամբողջը տանում են։ Բրավո։ Այո, շատ մեծ գործ է դա։ Մեզ խոստացան, որ հաջորդ անգամ վերադառնալուն պես փորձելու ենք արդեն 8-րդը բաստուրմայով լահմաջոն, այն իր յուրօրինակությամբ եւս մեկ բաղադրիչով կնդգծի հայկականը։ Ես իհարկե չփորձեցի մնացած 7 տեսակի լահմաջոները, այլևս անկարող էի, բայց դեռևս կվերադառնամ այստեղ։ Սպասեք ինձ։ Հեռու Հայաստանից հայերը ամեն կերակուրի մեջ փորձում էին հայկականը պահպանել, եւ հետաքրքիր է, որ Հայաստանում զարգանում է նաեւ արևելյան խոհանոցը։ Սա խոհանոցային գիտության կանոնների մեջ է։ Այո, կարելի է խառնել տարբեր ազգերի խոհանոցային մշակույթը եւ ստանալ նոր, քեզ բնորոշ մի տեսակ։ Օսմանական կայսրությունը ստեղծեց ժամանակակից թուրք քաղաքակրթությունը հենց այլ ազգերի մշակույթները խառնելով։ Օսմանյան խոհանոցը կազմված է հայկական, հունական, վրացական եւ պարսկական խոհանոցների բաղադրատոմսերից։ Սա փաստում են անգամ թուրք պատմաբանները։ Այնպես որ շատ դեպքերում վեճերում հաղթողը ավելի բարձր բղավողն է եւ տվյալ ուտեստը աշխարհին հայտնի դարձնողը։ Ամբողջ աշխարհում շատ հայտնի է fast food արտահայտությունը։
փողոցային ուտելիք կամ արագ պատրաստվող սնունդ, ամեն դեպքում մենք հայերս ասում ենք ոտքի վրա մի բան կեր։ Այդ ոտքի վրա մի բան ուտելը, fast food-ը մեզ մոտ դարձել է արդեն շատ հետաքրքիր տարբերակ հյուրասիրության եւ մենք գտնվում ենք Աբովյան փողոցի շատ գողտրիկ մի հատվածում, որը հայտնի է նաեւ իր փոքրիկ շատ արագ պատրաստվող սննդի այս կետով։ Բաստուրմայով։ Աննա, բարի օր։ Մենք չենք խանգարում, դուք շարունակեք, խնդրում եմ։ Մենակ ասեք, ինչ ենք այսօր պատրաստելու եւ համտեսելու։ Այսօր պատրաստելու ենք բաստուրմա ձվածեղով սենդվիչ։ Ուրեմն բաստուրման գիտենք, դե ձվածեղը դասական, հայկական, ավանդական ուտեստ է։ Բաստուրմայի ձվերի ծագումն է Հայաստանում։ Դավարի բաստուրմա։ Հասկացա, փորձիր։ Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ մենք այսօր փորձելու ենք բացահայտել համի ուժը, հասկանալ, թե փողոցային սնունդը, արագ պատրաստվող սնունդը որքանով է մեզ հայերիս համար հետաքրքիր եւ ընդունելի։ Կոս, ուր է սիրում գնալ, ինչ է սիրում ուտել։ Գիտես, իմ համար street food-ը, այդ փողոցային ուտեստը ընդհանրապես քաղաքային կոլորիտի անբաժանելի մաս է։ Այդպես էլ կա է, վերջը ուրբանիստական զարգացման հետ սկսեց զարգանալ fast food-ը։ Ինչ որտեղ դա այլընտրանքեր չունի, բայց միևնույն ժամանակ դա ամանավանդ Երևանում կարողանում է շատ մեծ հաճույք ստանալ, որովհետև ունենք բավականին մեծ կոնտրաստ, ինչպես ավանդական fast food-ի, այսպես ասած, տեսականու առումով, այնպես էլ մեր տեղական։ Սա վառ օրինակ է, երբ հայկական խոհանոցի առաջին հայացքից պարզ ուտեստներից կարելի է ստանալ բավականին էկզոտիկ ու համեղ ու սննդարար եւ նաեւ մատչելի սնունդ։ Այդ սննդարարն ու մատչելին շատ կարեւոր է։ Աննա, մենք լցրեցինք, մենք դրեցինք կարակ ու արդեն կտրտած բաստուրմա։ Մի փոքր տապակում։ Ահա, որ չչորանա շատ մի փոքր։ Եվ ձուն ենք ավելացնում։ Նախապես հարդ մի ձու, երկու ձու։ Նախապես 2 ձու, 3 ձու։ Նայած ով ինչքան ձու է սիրում։ Ով ինչքան է սիրում։ Ձուն շատ չի լինում, բայց Չէ, շատ չի լինում, դեռ կարելի է մի հատ է ջա։ 3 ձուն նորմալ է, մի սենդվիչի համար։ մի սենդվիչի համար։ Հետո փաթաթ, պետք է լավ եւ Չէ, մի քիչ թույլոտ է որ sense լավաշը քաշի իր մեջ։ Այո։ Ինչ ենք դնում կանաչը։ Կանաչեղ ենք, խառը կանաչի եղեղը, եւ դա ցանկությամբ արդեն կանաչ սոխը։ Ահա։ Կանաչ սոխ, որ չիմանա, որ սոխ կա, թե ուղղակի գեղեցիկ է։ Համեղ է։ Համեղ է։ Համեղ է։ Լոլիկ։ Կանխավ կտրտում եք իհարկե։ Կանխավ, այո, կտրտված։ Եվ մայոնեզ만 չենք անում Չէ, սովեն։ մենք մայոնեզ ընդհանրապես չենք օգտագործում։ Սև պղպեղ։ Սև պղպեղ։ Մի փոքր աղ, Բաստուրմայի հետ աղ։ մի փոքր լոլիկի վրա, մի աննշան եւ արդեն հալվող պանիր ենք։ Չեդր պանիր է։ Հոլանդական։ Տեղին պանիր։ Տեղին պանիր, այո։ Օ, հետո դնում ենք տոստի Այո։ տակ ու տաքացնում ենք։ Սա սենդվիչ չի, սա 5 հոգու բան է, բուխան կա։ Ֆոլգայով ենք անում, որ չփշրվի։ Որ ինքը նախ հասցնի մի քիչ ավելի լավ, տաքանա մեջը։ Եվ դարձավ պանինիի նման, իտալական պանինի։ Իսկ ո՞նց եք իմանում պատրաստ է, թե ոչ։ Դե արդեն ինքը 5 րոպե ժամանակահատվածում պատրաստվում է։ Աննա ջան, տեսնենք թե ձեր ձեռքով խամեցիք։ Ձեր ձեռքով պատրաստած մեր բաստուրմայի ձվածեղը։ Համեղ է։ Համ։ Իհարկե համը համ, բայց այսօր աշխարհը գնում է հարմարավետության։ Street food-ը շատ հարմար է հենց իր դինամիկությամբ։ Երբ որ դու արագության մեջ ունենալով ժամանակ երկար ռեստորանային ուտելիքի սպասելու, դու ուղղակի գնում ես grab and run։ Վերցնում ես ու Ենթադրենք դուք ես եկել աշխատանքային ընդմիջման, պետք չէ։ ընտիր։ Աննա, ընտիր։ Բաստուրմայով ձվածեղի տուրում, լավաշ 20 գրամ կարակ, 40 գրամ բաստուրմա, 3 հավկիթ, կանաչ սոխ ըստ ճաշակի, լոլիկ 20 գրամ հալվող պանիր։ Համեղ ձվածեղ ստանալու համար սկզբում կարակի մեջ պետք է տապակել բաստուրման, այնպես, որպեսզի այն չչորանա։ Այնուհետև արդեն պատրաստի բաստուրմայի վրա ավելացնում ենք նախապես հարած հավկիթը, ըստ ցանկության ավելացնում ենք նաև կտրատած կանաչ սոխը։
Վերջապես հավաքում ենք մեր սենդվիչը կամ ինչպես հայերն են սիրում ասել, դուրումը։ Երբ բոլոր բաղադրիչները լավաշի մեջ են, պատրաստի սենդվիչը պետք է տեղադրել տոստերի մեջ։ 3 րոպե հետո բաստուրմայով ձվածեղի սենդվիչը պատրաստ է։ Բաստուրմայով, լավաշով եւ ձվածեղով համեղ բրդուճ, որը չեք գտնի աշխարհի եւ ոչ մի վայրում։ Սքանչելի է։ Համեցեք, ճաշակեք եւ իհարկե զգացեք համի ուժը, զորավոր ուժը։ Ասում են Հայաստանում ամեն մի քանի մետրը մեկ կարելի է գտնել շատ համեղ մի վայր, որտեղ կարող ես բացահայտել նոր ուտեստ, նոր մոտեցում արդեն ավանդական ուտեստին եւ առհասարակ հագեցնես ոչ միայն քո ստամոքսը, որը կարիք ունի լավ ու որակով սննդի, այլև քո միտքը, քո էությունը, քո ցանկությունները եւ իհարկե քո համային բոլոր ռեցեպտորներին գտնել հետաքրքիր բացատրություն եւ բավարարություն։ Մենք գտնվում ենք շատ նոր վայրում ինձ համար, որովհետեւ պատրաստելու ենք լահմաջո հայկական տարբերակով լահմաջո գիծ պիցցա։ Նարեկ, բարի օր։ Համահիմնադիրներից է Նարեկը, մեզ կօգնի մանրամասներ։ Կոստ, ես կխնդրեմ գաս ինձ մոտ, որովհետև դու այսօր մեր սննդային էքսպերտն ես, այսպես ենք ասում։ Արկադի, ես Նազերին եմ, հաճելի եմ ասող։ Հիմա սկսենք նրանից, մենք ինչ ենք պատրաստում։ Լահմաջո։ Որն է առանձնահատկությունը։ Մեր լահմաջոյի առանձնահատկությունը, որ ինքը առանձնանում է նրանով իր չափսերով, առաջին հերթին։ Փոքր է թե մեծ։ Չէ, մեծ չափսերով է։ Մի րոպե։ Աչքերդ փայլեցին, դու միանգամից մտար թեմայի մեջ։ Ուսանողական տարիներս եմ հիշում Նազանի մեր հաճախ այցելության վայրին։ Որն է քո սիրած լահմաջոյի տարբերակը այստեղ։ Ես մի քիչ պահպանողական հայացքների տեղ եմ, սովորական դասական լահմաջո եմ սիրում։ Դասականի մեջ ինչ է մտնում, միս ու միս։ Միս է դրա բաղադրանյութերը, բանջարը։ Իսկ դասական լահմաջո։ Միս ու միս։ Պատմելու փոխարեն մենք պետք է վերցնենք այս բաղը եւ սկսենք պատրաստել, թե ինչպես ես չգիտեմ, մեզ այդ հարցում կօգնեն Արկադի եւ Ասոն։ Ինչ ենք անում տղաներ։ Կրկնակում եք։ Այո, պատրաստ։ Կարելի է։ Սկզբնական անում ենք ալյուրի մեջ, դե գիտեք, տանտիկիների համար սա զարմանալի բան չի, մենք անում ենք ալյուրի մեջ։ Արկադի, խնդրեմ պատմեք ինձ մսի մասին, ինչպիսին է, ինչ միս է, հորթի? Հորթի միս։ Ինչ ենք անում, աղում ենք? Աղում ենք, ես պատրաստում եմ արևելյան հավելանքներով։ Մսի բարակությունը, Արկադի, կապ ունի նախասիրության հետ, թե ինչ-որ դասական բան կա, որ պիտի մնա։ Չէ, պիտի մնա։ Այսինքն հաստ չի կարելի։ Չէ։ Գրտակում են, բացում են խմորը, հետո շատ մանրակրկիտ տարածում են միսը, սկսում են խմորի վրա, հետո ձեռքով դնում են քյակի, այս տեխնոլոգիան Մենակ մեր մոտ է, որ սենց է ու այս քարի թռի մեջ է թխվում էլի։ Եվ ոնց հասկացա, լավ խորը վառարան է, որովհետև ձեր թիակը լավ երկար է, այսինքն պետք է գնա մինչև խոր եւ բաժանելով, բաշխելով այս խմորները դուրս գա։ Հիմա մեր օստի էլի, օստ լահմաջոյի առանձնահատկությունը այն է, որ բոլորը առաջարկում են, ասենք, միայն սովորական լահմաջո, նկատի ունեմ խմոր եւ միս, բայց մեր մոտ առանձնանում է նրանով, որ մենք խմորից եւ մսից բացի ավելացնում ենք պանիրը, սա վրացական սուլիգունի պանիր է եւ հատուկ մեզ համար պատրաստում են, էլի շատ լավ տեխնոլոգիայով։ Մի փոքրիկ կարևոր շտկում, վրացական կոչվող սուլուգունի պանիրի հիմնադիրը հայ է։ Կոստ, մենք անում ենք մեր արդեն որերորդ թեստը, դեգուստացիան, համտեսումը։
Նարեկ, հիմա մենք ունենք վտանգ, եթե ինձ դուրս չեկավ։ Եթե դուրս չեկավ, ուրեմն Մեռնելիք։ Արևելք, թե արևմուտք, նրանք երկուսը խաչվում են այստեղ։ Փոքրիկ Հայաստանում, որը 2 անգամ պետք է կլիկ անել, որպեսզի բացվի Google Map-ի վրա։ Ամեն դեպքում մենք աշխարհի գաստրոնոմիական քարտեզի վրա ունենք հստակ տեղ։ Այլ հարց է, որ այդ տեղը դեռևս չեն կարողացել լավ ուրվագծել։ Հենց այդ գործով էլ զբաղված է համի ուժը։ Կհանդիպենք։ Armenian pizza, օվալաձև, 29 սանտիմետր լայնությամբ, արևելյան համեմունքներով, մսի, պանրի, լիմոնի հիանալի համադրությամբ լահմաջո ոչ միայն երևանցիների ու հայերի սիրած ընտրությունն է, այլև օտարազգի հյուրերի։ Այստեղ ձեզ սպասում են, իսկ մենք գնում ենք մեր հաջորդ բացահայտման հետևից։ Այս ամենից ոգևորված ես որոշեցի պատրաստել բրդուճ։ Գիտեք, այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ։ Իմ նոր բրդուճի պատրաստման բաղադրատոմսը հուսով եմ ձեզ կհետաքրքրի։ Գնացինք։ Այսօր աշխարհը արագության ժամանակաշրջանում է գտնվում։ Մոլորակը պտտվում է այնքան արագ, որ մենք երբեմն չենք հասցնում ամենապարզ թվացող գործողությունները, բայց ստամոքսը միշտ զգացնել է տալիս իր մասին։ Ինչ անել։ Սենդվիչները ամենից արագ ու կարող են նաև ամենից օգտակար տարբերակը լինել արագ սննդի գործածության դեպքում։ Մենք ունենք տարբեր հետաքրքիր հացեր, մեկը մեկից համեղ, բայց ես որոշեցի օգտագործել հայկական արտադրության եւ հայկական բնավորությանը համահունչ այն մշակված մսերը, որոնք սիրում են, ինչու ոչ ես էլ այդ թվում, եւ պատրաստելու եմ սենդվիչ առանց պանիրի, որովհետեւ կան մարդիկ, որոնք չեն սիրում պանիր։ Ես շատ եմ սիրում, բայց ինչևէ, կան մարդիկ, որոնք չեն սիրում։ Այնպես որ ես հիմա կօգտվեմ մեր մսային տախտակից եւ կտեղափոխվեմ իմ բաժին։ Հիմա վերցնում ենք սև հաց։ Համարվում է դիետիկ, բայց դե հացը հաց է ամեն դեպքում, մենք ունենալու ենք իհարկե հացային մասսա։ Որպեսզի չծանրանա մեր սենդվիչը, մենք կկտրենք այս հացը մեջտեղից եւ այն կունենա 2 հատված։ Ինչ ենք անելու։ Մաքրելու ենք ահա այս հատվածը ներսի եւ հանելու ենք իր միջի հացը, խմորիկ։ Մեզ այս խմորիկի մասը պետք չի, որովհետեւ մենք օգտագործելու ենք առավելապես մեր այս մյուս մասը։ Մենք ունենք հիմա 2 հատված, դնելու ենք իրար վրա եւ այս տափակ պատմության մեջ լցնելու ենք այս մսերով։ Տախտակը մեր ձեռքի տակ օգնում է մեզ։ Մի քիչ կտրտել խորհուրդ եմ տալիս, ինչու։ Այդպես ավելի հեշտ է ուտել, որպեսզի ձեր սենդվիչի սիրահարը չունենա անհարմարություն։ Անպայման առաջարկում եմ մաքրել չամանից։ Չամանը մի քիչ ակտիվ է եւ կարող է անհարմարություն առաջացնել հետագայում։ Հիմա դուք կհարցնեք ինչու եմ ես մեր այս մսային ունեցվածքը դնում միայն մի կողմում։ Կասեմ, մի քանի րոպեից ես ձեզ խոստանում եմ բացել իմ սենդվիչի բոլոր գաղտնիքները։ Մենք այստեղ ունենք լոլիկ։ Ես անպայման խորհուրդ եմ տալիս, թե վստահ եմ, որ տանտիրուհիները ինձնից լավ գիտեն, դնել լոլիկի մի քանի բարակ, շատ բարակ շերտ, ինչու։ Քիչ հավանական է, որ կա մարդ, ով չի սիրում լոլիկ կամ ունի ալերգիկ խնդիրներ, բայց լոլիկը մի քիչ ավելի թեթևացնում է հացային ծանրությունը։ Այ էսպես։ Եվ դնում ենք հենց հացի հատվածով, լավ։ Շարունակում ենք ավելացնել արդեն դրա վրա մեր բաստուրման։ Բաստուրման արդեն գրավում է ամբողջ աշխարհը։ Ես զարմանում եմ, ինչու այսքան ուշ։ Ամերիկայում անհավանական սեր կա բաստուրմայի համի նկատմամբ։ Համի ուժը տարածական է եւ էական չի, թե որ կոնտինենտի վրա կամ որ երկրում է այն ներգործում է մարդու համային ռեցեպտորներին եւ իհարկե դրանով թողնում իր անջնջելի հետքը։ Մեր երկկողմանի սենդվիչը այսպես պատրաստ է։ Մենք ուղղակի պետք է այսպես փակենք կափարիչի տեսքով եւ 2 ձեռքով մի քիչ ավելի հարմար դարձնենք։ Մենք կարող ենք մեր մսով սենդվիչը անպայման մատուցել
սնկով աղցանի հետ։ Բաստուրմայով սենդվիչ, գարու ալյուրից հաց, մի քանի կտոր բաստուրմա, լոլիկ, ապխտած մսի կտորներ ըստ ճաշակի։ Վերցնում ենք հացը, որը մեջտեղից կտրելով բաժանում ենք 2 շերտի։ Այնուհետև հացի միջից խնամքով հանում ենք խմորային հատվածը։ Սենդվիչի միայն մի կողմում դնում ենք նախընտրած մսի կտորները։ Եթե ցանկանում եք թեթևացնել հացի ծանրությունը, կարող եք ավելացնել նաև մի քանի կտոր կտրած լոլիկ։ Այնուհետև ավելացնում ենք մի քանի կտոր բաստուրմա, որը նախապես մաքրել ենք չամանից, քանի որ չամանի համը մի փոքր ակտիվ է։ Միացնում ենք սենդվիչի նախապես առանձնացված հատվածները։ Բաստուրմայով սենդվիչը պատրաստ է։ Այն շատ ավելի համեղ կստացվի, եթե մատուցեք աղցանի կամ թանձրուկի հետ։ Շատ արագ, շատ կարճ, իմպրովիզային, բայց հետաքրքիր։ Բարի ախորժակ։ Օրն ավարտվեց։ Մեր շատ սիրելի ու գեղեցիկ Երևանը լույսերի մեջ է։ Եվ քաղաքի տարբեր կետերում, տարբեր մարդիկ, տարբեր ձևերով շարունակում են իրենց գաստրոնոմիական երեկոն։ Երևանն ունի շատ գեղեցիկ, հին ու նոր ձևավորվող խոհանոցային մշակույթ։ Դրանցից մեկն էլ փողոցային ուտեստներն են։ Վերջերս Կոստանդնուպոլսում, այսինքն Ստամբուլում, ուր նկարահանումների էինք, փողոցում տեսա տաք շագանակով սայլակներ։ Եվ գիտեք, հիշեցի, որ կար ժամանակ, երբ հին Երևանն ամբողջացնում էր փողոցային այս համեղ ուտեստը։ Հիմա մի քիչ տաք շագանակի հոտը մեր քաղաքում ասես պակասում է, բայց լավ է, որ տաք հացի բույրը զգալի է ամենուր։ Հայի հյուրընկալության բույրը ինքնին Հայաստանում զգալի է մշտապես։